Սիրելիներ, ողջույն, ոճը յուրաքանչյուրիս անհատականության դրսևորումն է եւ ամենևին էլ կարեւոր չէ հագուստը գնված է շուկայից, թե մոլից։ Նորալիքի եթերում կրկին from շուկան է, որտեղ հայտնի հյուրի հետ մենք այցելում ենք շուկա եւ իր համար ընտրում լուկ։ Եվ այսօրվա մեր հյուրն է դերասան Արսեն Ներսիսյանը։ Ողջույն։ Ոնց ես։ Լավ, ոնց ես։ Շատ լավ, առաջին անգամ ես շուկայում։ Հա։ Այս շուկայում, հա։ Իսկ ինչպես է արդեն իսկ տպավորությունը, քանի որ մենք արդեն իսկ շուկայի մուտքին ենք։ Հարմար։ Կարծում ես կկարողանանք քեզ համար նորավոճ հագուստ ընտրել։ Ինձ թվում է չէ։ Քեզ սխալ է թվում։ Ես եմ էլի արդեն այստեղի պատիվը բարձր եմ պահում։ Ինձ թվում է, որ կկարողանանք, բայց հիմա պետք է հասկանանք, թե դու այսօր ուր ես գնալու եւ ինչ պլաններ ունես։ Քո հաղորդումից հետո հանդիպման եմ։ Գործնական։ Այո։ Դե այսօր կփորձենք քեզ համար շուկայից գործնական լուք ընտրել, իսկ մինչ այդ պետք է հասկանանք, թե որքան բյուջե մենք ունենք, կարող ենք հաշվել քո լուքի արժեքը։ Մոտավորապես կոշիկներից։ Կոշիկի միշելով 30-ից 32,000։ Տաբատը։ Տաբատը 25-ից 27,000։ Եվ T-shirt-ը։ T-shirt-ը 10-ից 12,000, եթե չեմ սխալվում։ Այսինքն մենք այսօրվա քո ամբողջական լուքի համար ունենք նախատեսված 10-ից 12,000 դրամ։ Ես վստահ եմ, որ քեզ համար շատ նորավոճ հագուստներ են գնելու, որտեղ դու ինքդ շատ նորավոճ ես, ոճային ես եւ համոզված եմ, որ կկատարես գեղեցիկ ընտրություն։ Այսպեսի վստահությամբ էլ արի գնանք շուկա։ Գնացինք։ Արսեն, տեսնելով քո շոկահարված դեմքը, ես ենթադրում եմ, որ դու միշտ մոլից ես գնումներ կատարում։ Դե հիմնականում հա, որովհետեւ ես մի քիչ բարդ եմ ընտրությունում կատարում իմ հագուստի հետ կապված։ Իսկ օնլայն գնումներ անում ես։ Օնլայն հա անում եմ։ Եվ գոհացնում եք քեզ, երբ որ գալիս, այսինքն կարողանում ես այնպես ընտրել, որ չափսը ճիշտ լինի։ Հա, տեսականին ընտրում եմ, ինչը որ ուզում եմ այդ պահին գնեմ։ Ու տենց չափսն արդեն գիտեմ, էլի։ Ես քեզ երբ տեսնում եմ շատ ոճային հագուստներով, ես փաստորեն ընտրությունները բարդ ես կատարում։ Հա, ես շատ բարդ եմ կատարում։ Ես կարող եմ գնամ տաբատ գնելու, կոշիկ գնաս դուրս գամ, որովհետև այդ պահին բոլորս ենք Արսեն։ Որովհետև այդ պահին կարող եմ մի աշխարհ տաբատ դրված լինի, բայց ես չկարողանամ ընտրել, որովհետև այդ պահին հասկանում եմ քեզ։ Իսկ հաճախ ես գնումներ անում։ Չէ։ Չէ։ Քիչ։ Իսկ ապա։ Քիչ եմ անում, բայց շատ։ Իսկ հա։ Մի անգամ, բայց շատ։ Ինչքան շատ։ Դե ասենք 5-ից 6 տաբատ, տենց հա, մի անգամից եմ սեզոնի, հա։ Այստեղ մենք բացահայտել ենք նոր հատված, ես մեքենայով նոր գալուց այս պահը տեսա։ Մենք այստեղ ընդհանրապես չենք եղել, կարող ենք այսպես պտտվել, եթե ոչ մենք չգտնենք, գնանք ներս, այո, այս դրսի հատվածում մենք չէինք եղել ու չգիտենք, որ այստեղ եւս հագուստներ կան։ Ուրեմն ես ինչքան անուշադիր եմ միշտ այս ճանապարհով գնում մոլ, որ չեմ նկատել։ Ես էլ այս հատվածը չէի նկատել։ Բայց դու լինելով ոճային անձնավորություն, չգիտես, որ այստեղ կան հին ոճի ինչ-որ բաներ, որոնք շատ թանկ արժեն եւ իրականում այստեղ հնարավոր է գտնել շատ մատչելի։ Ես գիտեի այստեղի մասին, բայց ես կյանքում չեմ եղել։ Ինչի։ Անկեղծ ասա, ինչի՞ չէի գալիս։ Անկեղծ չի ստացվել։ Եղել է, որ երեխեքի եկել են ներկայացման հատվածի համար շոր են վերցրել, պետքա գայի, բայց չի ստացվել, որ գամ։ Առաջին մուտքդ հանդիսավոր է։ Մուտքս հանդիսավոր էր։ Հիմա բարձրանանք այն վերևի հատվածը, վերևի հատվածում ամենաշատ հագուստներն են։ Ու ասեմ, վերևում էլ տեղ կա։ Այո, շատ լայն տարածք կա, ու ասեմ, որ ես այստեղից ունեմ արդեն 2 պիջակ եւ 3 վերնաշապիկ։ Ես քո պիջակը տեսել եմ քո ստորիում։ Այո, իմ պիջակը բոլորը տեսել են ստորիում եւ շատ սիրել։ Հիմա ես բաժնում քեզ ինչ-որ բան նայենք։ Չգիտեմ, բայց Այս դպրոցական հագուստը վրացի չի լինի։ Ինձ թվում է, որ մի քիչ, բա որ լվացեմ ավելի կփոքրանա։ Չէ։ Չէ, ես ասում եի, չէ, որ ինքը փոքր կլինի։ Արսենի համեստությունը իրականում չի հավանել, բայց մենակ փոքրն է ասում, չէ։ Ես լայն եմ հագնում, դու գիտես, որ ես չէ, ես լայն եմ, չէ, oversize, նորաբոճ։ Oversize եմ հագնում, թե չէ, մեծ սիրով։ Էլեն ջան, գայր ես վերցնել էլի։ Սիրում։ Արաքսն էլ այսպեսի հագուստներ շատ հավանում։ Հա։ Ես արդեն բոլոր հյուրերիս համար նայում եմ հագուստներ։ Այստեղ արդեն ձմեռային տես։ Այս բաճկոնի պես բաճկոն ունեմ։ Տեսնում ես, ինչ ունես այստեղ կա, գնում թանկ ու կրակ գնում ես։ Սա oversize չի։
Շատ oversize-ը։ Էս մի քիչ ավելի այս չափից դուրս oversize-ը արդեն։ Մի քիչ ոնց որ չափի մեջ էլի։ Դե լավ։ Հիմա ինչ ես մտածում, քեզ վերնաշապիկն ենք, բարև ձեզ։ Լավ եք։ Ոչինչ։ Ոնց է։ Լավ, Լավ ենք շնորհակալություն։ ապրեք։ Հիշում ես վերջին անգամ ամենամատչելի գնացը տիրը որն է եղել։ Հա, շատ են լինում հիմնականում։ Օրինակ, ինչ արժի։ Չգիտեմ, վերջին գնացը։ Վերջին գնացը ինչ ա եղել, ով սպասի հիշեմ էլի։ Հիշի, ինչև այստեղ նայում։ Դե ես ասացի, որ ես շատ ուշ եմ շոփինգ անում։ Փողկապներ սիրում ես։ Չէ, ես փողկապ չեմ կապում։ Ինչի։ Դե փողկապ, եթե Այստեղ պիջակներ կար սցենարի։ Օ, սև պիջակներ։ Այ տեսնենք որևէ պիջակը քո սրտով է, թե չէ։ Սենց բան չես հավանում դու։ Հետաքրքիր է։ Ուզես փորձես նայենք։ Մի հատ փորձեմ նայենք, հա։ Իդեպ ես արդեն իսկ ասել եմ, որ դերասանները այսպես միշտ պատրաստական են։ Մի հատ փորձեմ։ Մի հատ փորձեմ։ Այո։ Ահա։ Բայ, բայց լավ նոսեն։ Ահա։ Չգիտեմ, դու հավանում ես թե չէ, բայց սիրուն է։ Հələ այստեղ քեզ նայի։ Ինձ թվում է սիրուն է։ Ինչ կասեք, սիրուն է։ Սիրուն է, մի րոպե գինը ճուշտենք։ Ո՞վ է բայց այստեղ։ Եթե չմոտեցակ վերցնում է։ Չկա։ Նեցեք այստեղ ով է։ Այստեղ ով է։ Այստեղ դուք եք։ Դե լավ, էս ֆիքսի։ Էս Շատ սիրուն է։ short list տանենք։ Այո։ Էս թող մնա։ Ետ նայենք ինչ կա ուրիշ։ Կազմում ես այդպես ինչ որ սիրուն ֆոտո, ոնց են ասում, մաս։ Հա, ես որ գնում եմ շոփինգի, ոնց որ պլանավորած եմ գնում Ցանկ ես կազմում։ Հա, Նկարներ ես առանձնացնում մոտավոր։ պատկերացնում եմ ինչ եմ ուզում գնեմ։ Ես դրա sense հավաքում եմ լուքը, այդ մտքով եմ գնում։ Դրա համար իմ մոտ դժվար է ստացվում, որովհետև ես հստակ ինչ որ մի բանի համար եմ գնում, ու եթե դրա պես չեմ գտնում կամ հենց այդ չեմ գտնում, ինչ էլ որ սիրուն լինի, կարող է հետո ուրիշի հետ գնամ, ընկերներից մեկի հետ գնամ, ասեմ, վայ, ինչ լավն է, բայց այդ ժամանակ չառնեմ, որովհետև արդեն այն մտքով եմ գնացել։ Իսկ հետևում ես թրենդերին, թե ավելի բազային հագուստ ես գնում։ Չէ, ավելի բազային եմ գնում հիմնականում, բայց թրենդերին էլ եմ ինչ որ չափով հետևում։ Այստեղ ոնց որ թե ինչ որ բան են նշում, ինչ որ բան եք նշում։ Այո։ Ինչ եք նշում։ Ասեմ, հեսա կասեմ, բալիմ ջան, Վերջան հարիկեսեմ։ սպասի ասեմ։ Այս հարկարժան մարդում ընդամենը 15 րոպե առաջ կոշիկ էի առնում։ Փողը տալուց ասում եմ, քեզնից փող չեմ վերցնում։ Ինչը կա աղբի հերոսի, դե ասա։ Ընկերությունը։ Գինն ու գինին, տիկին ունեմ աշխարհը չունի։ Հա, հիմա այդ որ նշում եք, որ կոշիկի փողը չի վերցրել, թե։ Այո։ Այո, նշում եմ, որ կոշիկի գումարը չի վերցրել։ Այո, պատահականությունը, այն է վերև Աստված։ Ասում է սիրի սիրվես, ատի Դե կատու։ բարով մաշեք։ Դու էլ բարով ամուսնանաս։ Ես ամուսնացած եմ։ Ավելի լավ, էլի տղա ջան, որ լավ ամուսինը կա։ Քանի երեխա։ Ասում եմ, Ամուսինը հենց ոչ մի ինքն է։ երեխա, մեկ շուն։ Բասը շունը կապակա չի։ Մի երեխու համար կնիկը զանի չեն անում, իմ պապա ասել, 5 տղա ունեմ, մի աղջիկ, 4 արդ։ Ուրախության ալնի, հայկական ալնի, հայկական։ Արսենը շոկահարված է։ Չգիտեր ուր ես գալիս։ Չգիտեի ուր եմ գալիս։ Դե լավ։ Գիտեի։ Արդեն շատ լավ Ոսկով դա հասկացա։ քո մեղքն է, էլի։ Հիմա ուզում եմ քո համար մի հատ սիրուն պիջակ։ Պիջակ։ Չես ուզում պիջակ։ Չէ, Ուզում եմ։ պիջակ վերնա, մի քանի այսպես կարելի է շերտով, չգիտեմ, թիշերթի վրայից լինի վերնաշապիկ եւ հետո լինի պիջակ։ Ուզում ես։ Փորձենք։ Ստեղ շատ պիջակներ կա։ Հələ անցի արշան։ Ահա, հիմա անցնում ենք։ Օպա։ Հավանում ես։ Ես շատ եմ սիրում այս sense։ Դե արի փորձի։ Օ, այս Բա դու գիտես քեզ ինչ տեղ եմ բերել։ Ֆանտաստիկ։ Ընտրեք, որն եք ուզում, որ ես գնամ։ Ես չէ, ես ինչ-որ շատ հարսանեկան տրամադրություն է, ես ավելի պրակտիկա։ Մի հատ եկեք ես փորձենք, էլի։
Մեծ չի քո համար։ Չգիտեմ, ես oversize հագնում եմ, բայց ուսերը դուք պետք է ասեք, կարող է ուսերը շատ մեծ է։ Լավն է, կլինի մի հատ էլ ես հագնեմ։ Իհարկե։ Մի հատ խնդրում եմ հագի Օպս, արի։ Դու ես հագի։ Անհելը։ Երեխեքը շատ իմ ոչն է։ Լավն է։ Շատ ամեծ։ Հայելի չունեք։ Մի հատ Արսենի համար էլ վերցնենք։ Արսարի մի հատ էլ ուրիշ։ Մի հատ էլ ուրիշն է։ Էս էլ լավը չի։ Չէ, ես ինձ չեմ սիրում։ Հələ։ Ջան։ Էս փոքր է։ Դե լավ, հələ արի այդ տուր բռնեմ։ Փորձի։ Մի հատ էս փորձեմ։ Իհարկե, էս այդքան էլ սրտովս չի։ Էսա քո սրտով, հեսա տամ։ Չէ, բայց այդ էլ ինձ թվում է ուսերն է մեծ։ Ես դիսկոմֆորտ եմ, որ նեղ է լինում, իսկ ինքը հիմա ինձ նեղ է։ Դե լավ։ Հասկանում ես, այս մասը նեղ է, պետք է մի քիչ ավելի լայն լինի։ Պիջակը լավը չի։ Ինքան եմ սիրում։ Այս պիջակը շատ լավն է, ես էլ եմ շատ սիրում։ Բայց շատ մեծ լավ չի անդո։ Ես եթե հայելի լինեի, կլինի այս հայելի։ Շատ է մեծ տիկին ռեժիսոր։ Տիկին ռեժիսորն ասում է խնդալու եմ սրանով։ Դե եթե տիկին ռեժիսոր ասում եմ խնդա։ Չէ, բայց իրականում Հագնում են, չէ։ Բայց խնդալու եմ։ Չէ։ Որտե մոդա է, դրա։ Հա։ Հաղորդման շրջանակներում ճիշտ է տիկին ռեժիսորը չհավանեց, բայց ինձ սա կգնի 2000 դրամով։ Բայց հավանում ես Արսեն ջան այսպիսի վերնաշապիկ օրինակ դու։ Դոլչե Գաբանա։ Այդ ընտիրա։ Դոլչե Գաբանա։ Արսեն։ Գիտեք ինչ, թող հագնի, ու կգա պետք չէ, չէ։ Արի վերցնենք Արսեն, շատ սիրուն է հլստեղ։ Ինչ արժի։ ի՞նչ է։ 3000 դրամ։ 3000 դրամ, դե եկեք վերցնենք։ Հա, եկեք Լավն է, վերցնենք։ չէ։ Եկեք վերցնենք, ահա։ Իհարկե ես վստահ չեմ, որ այստեղ պիտակը փոխած չի, բայց ամեն դեպքում խնդրում եմ։ Քո առաջին ֆրենդը։ Ինչքան բարի մարդիկ կան այստեղ։ Ձեզ չենք նկարում։ Ձեզ լավ օր։ Մենք որ գնում ենք ուղղակի։ Հա, մենք քայլում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այստեղ կարող է տաբատ նայենք քեզ։ Հանգիստ եղեք, ձեզ չեմ նկա, մի քիչ հետ կանգնեք դուք։ Էս ի՞նչ տաբատ Արսեն։ Դու սենց բան սիրում ես։ Այ, ես սենց բան շատ եմ Ճիշտ, սիրում։ հլը բեր։ Հլը արի հասկանանք չափսը կլինի քեզ։ Էլենի կոշիկներն էլ էինք այստեղից գնել։ Օ, Էլենի կոշիկները այստեղից գնել։ Այստեղ մի ինքնաշեն հանդերձարան չկա Արսենը փորձի տաբատը։ 2 քառակուսի կիլոմետր։ Արի գնա։ Ահա։ Կարևորը չես երևում։ Վայ, հլը, եկ։ Հավանում ես։ Իմ ոճով է, բայց Պետք է կարճացնել տաս։ չէ, երկարը կարա մնա։ Որոշի Արսեն ջան, հավանում ես թե ոչ։ Որտեղից եք ճանաչում։ Նա խոսա ես ասում։ Ես հենց հիմա ձեզ հետ խոսում եմ, որտեղից եք ինձ հիշում։ Ես ուշ։ Հատուկ Հատուկ դասարանից, հատուկ դպրոց։ Ուզում ես նանուլի երկերը սրանով, հա? Ումնա, նանուլիննա, ումպարնա, նանուլի պարնա, այ։ Մենք եկել ենք մեր մշտական սիրելի տաղավարը, կոշիկ նայելու Արսենի համար եւ Արսենը հավանել է ոնց որ։ Դու ո՞նց չափս ես հագնում։ Ես հագնում եմ, կարծեմ, հենց այս չափսը։ 42։ Ո՞նց այդտեղ նստես փորձես։ Կարող եմ փորձել։ Ահա, տեսնենք։ Բոլորին այստեղից կոշիկ ենք հագցել, բոլոր հայտնի մարդկանց։ Ինչ լավն է։ Ես շատ գոհ եմ ես գնումից։ Տեսնեք, 4000 դրամով, ես այս բոթասին կվճարեի 30-ից 50000 դրամի չափով, բայց հիմա ես այն ունեմ ընդամենը 4000 դրամով։ Սենց հետո ամեն շաբաթ կիակի Արսենին տեսնում եք այս շուկայում։ Իսկ կապույտը լավը չի։
Այս կապույտից Ո՞նց է չափում լավնա թե չէ։ Այդ չգիտեմ, այդ պայն միանգամից կամ դուր է գալիս, կամ դուր չի Դու գալիս։ մինայի որտեղա կախված եւ այլն, Չէ, որովհետեւ չէ, երբ որ դու տանում ես յան տուն եւ հագնում ես այլ միջավայրում, լրիվ ուրիշ տեսք ես ստանում։ Ես օրինակ այն պիջակը, որ մեծ էր ու դու գնեցիր, այդ պիջակն էի հավանել։ Ես կտամ դա քեզ, ուզում ես։ Չէ, դա մեծ էր, ես։ Այդ քո վրա շորիկ էր։ Իմ վրա որ գոնե շորիկ է, ես աղջիկ եմ, ոչինչ։ Դու կարող ես հատվել։ Դու չես կարող իրեն յուբկայով հագնես։ Արսենին տիկին Անուշ գիտեք։ Հələ երկար նայեք, ասեք։ Հələ երկար նայեք։ Ոստիկանական սերիալի մեջ է։ Չէ, ես ոստիկանական սերիալում չկամ։ Այդ մեկում հատուկ դասարանը չեք նայել։ Հիշեցիք Արսենին։ Այնտեղ տակավին երիտասարդ էր ավելի։ Շատ երիտասարդ էի։ Տակավին դա 3-ից 4 տարի Արդեն առաջ չափահաս, էր։ այն ժամանակ չափահաս չէի Արսեն։ Չափահաս էի։ Այն ժամանակ էլ է Այն չափահաս ժամանակ եղել։ էլ էի չափահաս։ Արսենի հակով մի լավ տաբատ կառաջարկեք։ Այո։ Մեզ պետք է տաբատ եւ պիջակ։ Այ եթե օրինակ այս սրա լայնը ունենայիք, ես տեղում կփորձեի այն մեր նորվա գնաց բոթասի հետ։ Այո։ Ինքը շատ սիրուն կհամադրվեր։ Բաներ ես եմ, բայց էսի կարող նայես։ Ինչ ես կարծում։ Չես հավանում։ Պիջակը կտակ մի հատ փորձեմ։ Առանձին կվաճառեք, որ պիջակը հավանի։ Պիջակի գնով եմ էլի վաճառում։ 2 սիրանի 5000։ Հələ։ Ոյ, լավ նորս։ Բագույն է ոնց ասած։ Շատ սիրուն Գույնը է։ շատ լավն է։ Աչքերիս հետ։ Աչքերիս հետ։ Սիրուն է։ Լավ է, հատի չի կհակնես։ Իսկ կարող է փորձես։ Մի հարսանիքի կհակնես։ Մի հարսանիքի հյուր կլինես կհակնես։ Շատ լավն է։ Շատ մեծ է տաբատը։ Չէ, գոտիով կկարգավորվի։ Ինչքան եղավ քո լուքը 5000 պլյուս 4000 9000 4000, 5000, 2000։ Ֆինանշապիկները 2000 Դերաշապիկը 2000 էր։ 11000 Տես։ Երբևէ 11000 դրամով այդքան բան գնել էի։ Չէ, 11000 դրամ։ Նույնիսկ Չինաստանից, երբ որ շատ մաչելի է պատվերներ կատարելու պարագայում, այդ արժեքներով հնարավոր չի ուղղակի հագուստներ գնել։ Այո։ Իսկ ինչպիսին էին տպավորությունները առաջին անգամ շուկայից։ Լավ։ Ճիշտ Կարար ասա։ ավելի լավ լիներ։ Ինչը կփոխեիր շուկայում։ Շուկան։ Դե ոնց ասեմ։ Հա, մի քիչ եթե իրականում շատ հավես է այս վիճակը մթնոլորտը։ Կոլորիտային է ամեն։ Կոլորիտային է, բայց մի քիչ ավելի ռեբրենդինգ կանեի։ Ռեբրենդինգ, վստահ եք ձեր ռեբրենդինգը Արսենին եւ ինքը խոստանում է ավելի բարեկեցիկ շուկա ապահովել ձեզ համար։ Ու մարդիկ են որ մի քիչ դրական լինեին ավելի Դե լավ կան շատ դրականներ Շատ դրականները կային, հա։ ասեցին, Օրինակ ասեցի ես սիրուն վերջի տղաբան։ կինը, որ իմ համար էր նայում պրոյեկտը։ Այո, որովհետեւ Արսենը սիրուն էր, ասեց քեզ սիրուն նայել։ Եթե դուք ինձ տեսնում եք, ես ձեզ ողջունում եմ եւ ասում եմ որ դուք էլ եք շատ սիրուն։ Դե լավ, ասա, հագուստներդ հավանեցիր։ Այո, ամենաշատը հավանել եմ, բայց բոթասը։ Դե գնացինք Արսենը փորձի իր նոր հագուստները։ Այո։ Արսեն, լուքը ուղղակի ֆանտաստիկ սիրուն է։ Հավանել ես։ Հա, դուք էլ գրեք էլի, հետաքրքիր։ Այո, անպայման մեկնաբանություններում գրեք հավանեցիք Արսենի լուքը, թե ոչ։ Ես հիմա նույնիսկ մտածում եմ, որ իմ բոլոր հյուրերի հագուստներից երևի ամենաշատը քոնն եմ հավանել։ Ու ես փոշմանում եմ, որ այս պիջակը քեզանից շուտ չեմ տեսել։ Հա, բայց այն պիջակն էլ ես էի ուզում, չէ՞։ Արի փոխվենք։ Չէ։ Դե լավ։ Կխլեի միանշանակ շատ սիրուն է։ Համոզված եմ, որ այս լուքով ուր էլ գնաս երբևէ չեն գուշակի, որ դու շուկայից ես հագնվել եւ ընդամենը ամբողջական լուքի համար վճարես 11000 դրամ։ Դեռ մի վենաշապիկ էլ ունենք, որը ուղղակի չներառեցինք լուքում։ Այդպես, ինչ կասես։ Շատ գոհ եմ։ Գոհ ես։ Շատ լավ էր, հա։ Ես էլ եմ շատ գոհ, Արսենը շատ ոճային, շատ հավես, շատ դրական, իսկ դուք մեկնաբանությունների դաշտում գրեք, թե հաջորդը ում կցանկանաք տեսնել մեզ մոտ հյուր։ Հաջողություն։